Ամբողջ աշխարհում նոր տարին մեկը մյուսին ուրախացնելու հրաշալի առիթ է, իսկ Հայաստանում մեծ ծախսեր անելու եւ միմյանց ցուցադրելու պատրվակ։ Հնում հայերն ամանորին կարևորում էին ավանդական կերակուրների պատրաստումն ու շրջապատի հետ հոգևոր կապի պահպանումը։ 19-րդ դարում նշելով ամանորը նոր տարին որպես տարվա սկիզբ, պարտադիր սեղանին դնում էին հացատիկային կերակուրներ։ Եվ քանի որ նոր տարին ընկնում էր ծննդյան տոներից առաջ ընկնող այդ պաս շաբաթվա մեջ, այդ է պատճառը, որ նոր տարին նշելով դեկտեմբեր 31 եւ հունվարի 1 այդ հատվածում պաս կերակուրների ժամանակաշրջան էր։ Դրանով է բացատրվում, որ տոնական սեղանին դնում էին պասուց տոլմանների մի մեծ տեսականի աղցաններ։ Շատ հետաքրքիր է, որ ավանդական հասարակությունում 19-րդ դար, 20-րդ դարի սկիզբ սեղանին պարտադիր լոբուց կերակուր էին դնում, ավելուկից աղցաններ, ապուր։ Հայերի ավանդական սեղանին անպակաս էր նաև աղանդերը, բազմազան չրեղենը, թարմ մրգերը, թթու լավաշներն ու այլ համեղ ուտելիքները։ Հետագա շրջանում է, որ արդեն հատկապես խորհրդային շրջանում, որ սեղանին հայտնվում են զանազան մսեղեն կերակուրներ։ Արդեն պասուց տոլմային կողքին իր պատվավոր տեղն է գրավում նաև մսեղեն, մսից պատրաստված քյուրթա, հետագայում արդեն 70-80-ական թվականների անցյալ դարի արդեն այդ խոզիբուդ եւ այլ, այսինքն սրանք բոլորը փոխառություններ են։ Ամանորին հայերը բազմաթիվ գուշակություններ էին անում։ Օրինակ երիտասարդ աղջիկները ձուն դնում էին հինայի եւ մոխրի միջնամասում։ Եթե հաջորդ օրը ձուն հինային էր դիպչում եւ կարմրում էր, նշանակում է գալիք տարին նրանց կյանքը բարեբեր է լինելու, իսկ եթե սևանում էր, դա չարի բախտագուշակ էր։ Հնում հայերը տոնածառի փոխարեն դնում էին ձիթեն ու ճյուղեր, իսկ ավանդական ուտեստներով համևված սեղանից ակնկալում էին բարի եւ երկրագործական տարի։ Այդուհանդերձ ինչու չեն պահպանվել այդ հետաքրքիր ավանդույթները։ Ոչինչ այդպես անարատ կուսական չի մնում, այսինքն ամեն ինչ զարգացման մեջ է, նոր ժամանակներ, նոր վերաբերմունք։ Օրինակ խորհրդային շրջանում մենք դերևս ամենամեծ շուկով հենց նոր տարին ենք նշում, սակայն քանի որ արդեն հավատքը տեղի էր տվել, եկեղեցու դերակատարությունները նսեմացել, դրա համար է, որ այդ պաս կերակուրները արդեն մեջտեղից դուրս եկան եւ հիմա ցավոք քանի որ մենք սպառողական հասարակությունում ենք, հիմա արժեքները ավելի փոխվել են։ Կյանքն առաջ է գնում եւ փոփոխվում է, իսկ ավանդույթները հարմարվում են կյանքի ռիթմին միախառնվելով այլ սովորույթներին։ Սակայն պահպանել սեփական ավանդույթներն ու տարբերվել ուրիշներից թե ոչ, յուրաքանչյուր մարդու եւ պետության ընտրությունն է։